եւ Կամերայինում հերթական փորձի են ուրբաթ սպասվող հոբելյանական համերգից առաջ։ Հանդիսատեսին կախարդելու համար չարչարվել է պետք։ Երգչախմբի կատարողական վարպետության ու ռիթմի մեջ անընդհատ շտկելու բան է գտնում դիրիժոր Մլքեյանը։ Դադար այս անգամ դանդաղ չեք մտածում քննադատությամբ։ Երգում եք խիո, 2 հատ նոտա եք երգում, 3 հատ նոտա է, տարարարամ, պարտադիր։ Գեղարվեստական ղեկավարին գոհացնելու պայմանը բոլորը գիտեն, բեմի գրեթե 30 ձայներով կատարելության հասնող հնչողություն ապահովելն է։ Սարսափելի մանրամասն աշխատանք է կատարվել, որ մի մարդու պես բաբախի բոլորի սրտերը, մտքերը աշխատեն նույն ձև, փորձում են գնալ դեպի աստվածայինը։ Մայստրոն անկեղծանում է, հատկապես բծախնդիր է, որովհետև տոնական միջոցառման համար բարդագույն ստեղծագործություններ է ընտրել։ Ժողովրդի կողմից սիրված գործերը ներկայացնելու են երբևէ չհնչած իր մշակումներով։ Ես ուզեցա այս բոլոր գործերը, որից 80%-ը ժողովրդական երգերի մշակումներ են, դառնան ակադեմիական։ Անկախ հանգամանքից, որ կատարումներն իրենց ծանոթ ցանկից են, խմբում էլ ինչպես Մլքեյանն է ձևակերպում ժողովրդական երգին հրաշալի տիրապետող տղաներ կան, գործերը մի քանի փուլով պարապում ու նոր միայն առաջ են գնում։ Դահլիճը բարդ ակուստիկա ունի, ասում են երաժիշտները։ Այս կամերային դահլիճը շատ մի քիչ բան է, էլի ֆորտեների եւ պիանոների տարբերությունը շատ է։ Շատ սիրում եմ մարտիկի երգը եւ բինգյոլը։ Աշխարհումս աղ չիմքաշի, գուլո, գորանի, նինո, սուլիկո այս երգերն են ընդգրկված երգչախմբի հիմնադրման 25-ամյակի համերգին։ Ազատություն է պետք երգելիս, բայց եւ զգուշ լինել ականջին հնչող տակտերը տեղ-տեղ չի գոհացնում դիրիժորին։ Այս դեպքում ամենակիչի համար տենորն ու բասն է։ Դուք մի փոքր խեղդում եք իրենց։ Վոկալ արվեստն աշխարհի ամենաթանկ մասնագիտությունն է, գուցե նաև համբերատարը, նկատում է երգչախմբի տենորներից Վրեժը։ Բարդ է իհարկե, բարձր ու ոչ խրպոտ իր ձայնը համերգի համար պահելը, բայց սահմանափակումներ առանձնապես չունի, ասում է։ Մեր մայստրոն նման խնդիրներ չի առաջացնում, չի արգելում, բայց ձեր ձայնը ինչպես եք խնայում, այսպես ասած։ Մեր ձայնը բնականon, ոնց կա։ Բնությունը տրվել է, Աստծո կողմից տրված է, ինքը պահպանվում է։ Նույնիսկ չի որ խնդիր ուտենք, մառոժնի ուտենք, քաշվի եւ այլն։ Չէ, մենք սովորացրել ենք մեր ձայնին։ Իհարկե համերգից առաջ չի կարելի նման ասած ռիսկների կամ սպիրտային եւ այլն։ Բարդ բաները գել եմ, բարդ ռիթմը, այո, շատ էլ տանջում եմ, այո, կա այդպիսի բան, որովհետեւ ես ուզում եմ, որ դա հնչի իրապես ճիշտ, լավ, ճիշտ, մաքուր եւ ամենակարևորը հայկականությունը երբևէ չպետք է մոռացվի, այսինքն մեղեդու 100% լինելը միանշանակ է իմ դեպքում։ Հետո վրան ինչ եմ անում, թե դա ջազ է, թե դա պոպուլյար է, բան դա արդեն հարցի երկրորդ կողմն է, իմ ճաշակի խնդիրն է։ Ժողովուրդը կամ պետք է ընդունի այդ ճաշակը կամ ոչ։ Հունիսի 27-ի երեկոյով Հայաստանի պետական կամերայինը կբացի հոբելյանական 25-ամյակի տարին պատրաստ են։ Վերջ, այսենք վերջ։ Բեմից դահլիճ հասնող հնչողությունից վերջապես գոհ է երգչախմբի ղեկավարը։ Էրմինե Բաղդասարյան, Արամ Հարությունյան լուրեր։